Մայիսի լույս 31-ի գիշերը ժամը 1:20-ի սահմաններում Երևանի Գարեգին Նժդեհի հրապարակում գտնվող բանկոմատներից մեկի մոտ կայանվեց սպիտակ Նիվա մակնիշի ավտոմեքենան։ Րոպեներ անց մեքենայից դուրս եկավ մի երիտասարդ, հետո երկրորդը։ Ծպտված տեսք ունեին, մոտեցան բանկոմատին, գումար կանխիկացրին, նստեցին մեքենան ու հեռացան։ Նույն օրը ժամեր անց Երևանի մի բնակչուհի Քանաքեռավան գյուղի 15-րդ փողոցում ընկերուհու տան առաջ կանգնեցրեց իր Nissan March ավտոմեքենան ու մտավ տուն։ Ժամեր անց դուրս եկավ ու տեսավ, որ հետևի դռան ապակին կոտրած է, մեքենան թալանված։ Անմիջապես ոստիկանություն զանգեց։ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից տարածքային կարգով ահազանգը փոխանցվեց ոստիկանության Նաիրիի բաժին։ Դեպքի վայր շտապեց օպերատիվ խումբը։ Ոստիկանները տեղում տուժողից հաղորդում վերցրին։ Պատճառված վնասի չափը ավելի քան 2 միլիոն դրամ էր։ Գողացել էին ոսկեղեն, գումար, նոթբուք, զեղչի և բանկոմատի քարտեր և այլ իրեր։ Հարուցվեց քրեական գործ խոշոր չափերով գողության հատկանիշներով։ Տուժողի հայտարարությունը, որ գողացված բանկոմատի քարտի վրա գրված է վերջինի գաղտնաբառը, դարձավ հանցագործության բացահայտման բանալին։ Կազմվեց օպերատիվ խումբ, որը խնդիր ուներ տաք հետքերով բացահայտել կատարվածը։ Ենթադրվում էր, որ նոր քարտատերը հենց առաջինը կփորձի քարտի մեջ եղած գումարը կանխիկացնել։ Այս անգամ էլ ոստիկաններն իրավացի էին։ Բանկոմատը սպասարկող բանկից տրամադրվեցին փողը կանխիկացրածների լուսանկարներն ու տեսագրությունը։ Պարզվեց, որ գողությունը կատարած անձինք երկուսն են և շրջում են Նիվա մակնիշի ավտոմեքենայով։ Ճանապարհային ոստիկանության հետ իրականացված համատեղ օպերատիվ հետախուզական միջոցառմամբ պարզվեց Նիվայի հաշվառման համարանիշը 03 LO 418։ Պարզվեց նաև, որ խոտանված համարանիշ է, իսկ նախկին սեփականատիրոջ վերաբերյալ տեղեկություններ հայթայթելու համար ժամանակ էր հարկավոր։ Օպերատիվ խմբերը ճանապարհային ոստիկանների հետ որոնողական աշխատանքներ իրականացրին։ Ժամեր անց Նիվան մայրաքաղաքում հայտնաբերվեց և տեղափոխվեց ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք։ Վարորդը 1989 թվականին ծնված Ստեփան Սուքիասյանն ու ուղևոր 29-ամյա Արտյոմ Գավալյանը գողություն կատարելու կասկածանքով բերման ենթարկվեցին ոստիկանության Նաիրիի բաժին։ Երկուսն էլ նախկինում տարբեր հանցարարքների համար դատապարտված էին եղել։ Բացատրական աշխատանքների արդյունքում նրանք խոստովանեցին, որ Քանաքեռավան գյուղում կատարված գողության հեղինակներն իրենք են։ Տեսանք մեջ մարչը կանգնած է, մեջը ինչ-որ ապրանքներ կա, սունկեկ կա, մոտիկացանք լուրը բացեցինք, վերցրեցինք։ Նոթբուք էր, հեռախոս էր, դրանք մնացել է, ոսկեղեն էր, վաճառել եմ $1350, եկել 110,000 գումար։ Բանկոմատի քարտից էլ հանել ենք 225,000 դրամ։ Ըստ նրանց պատմածի գումարը բաժանել էին երկու հավասար մասի ու միասին էլ ծախսել էին։ Գողոնի մի մասը հայտնաբերվել և առգրավվել է։ Ստեփան Սուքիասյանն ու Արտյոմ Գավալյանը կալանավորված են։